Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքիայի այցի հետ կապված ըստ 24 նյուզի աղբյուրների, այսպես Փաշինյանը հասկացել է, որ սահմանադրություն չի կարող փոխել, այդ վարկանիշը չունի կամ այդ լուրջ խնդիրներ կառաջանա երկրում եւ այսպես փոխանակել է եկեղեցու դեմ արշավով։ Դա իրատեսական համարում եք, հաշվի առնելով այն այսպես զուգահեռ Ադրբեջանից հնչող այսպես գնահատականները երեկվանից արդեն եկեղեցու դեմ արշավից հետո սկսել են հիմա էլ Սամվել Կարապետյանին ադրբեջանական ԶԼՄ-ներում Ամենևին չեմ բացառում, որովհետև եկեղեցու դեմ այս կիսալուսնյաց արշավանքը սկսվեց Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի համատեղ կազմակերպված խորհրդաժողովից հետո, երբ մարդիկ ուղղակի իրենց բողոքը բարձրացրեցին Արցախի հանրապետությունում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուր չի եկել թե Ալիևին եւ թե Փաշազադեին, եւ Փաշինյանը որոշել է ուղղակի ենթարկվել Ալիևի եւ Փաշազադեն ընդդեմ գործոն չէ, պահանջներին։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության հետ, ամենևին չեմ բացառում եւ պարզ է, թե սահմանադրությունը չես փոխում, ասում ես դժվարություն կա, փոխարենը ինչ որ մի բան պետք է առաջարկես։ Այնպես որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս արշավանքը չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, բայց կարծում եմ թուրքերի ախորժակը շատ ավելի մեծ կլինի։ Պարոն Խաչատրյան, պաշտոնական Մոսկվան երեք բավականին ակտիվ էր արձագանքում Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող այս իրադարձություններին, արդյոք սա որևէ կերպ չի խոչընդոտի նաև հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես հիմա, երբ որ մենք աշխարհաքաղաքական այն վիճակում ենք, որ ասում են, որ Հայաստանը կարող է երրորդ կողմից էլ փակ սահման ունենալ Իրանի հետ կապված, այսինքն մի դեպի Վրաստան ելք ենք ունենում, Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները վատացնում են։ Դեպի Վրաստան մեր ելքը ճիշտ ասեց։ Այո, մենք դա համար ես դեպ դրանից էլ սկսեցի, չէ՞, Փաշինյանն ինչ էր ասել 18 թվականի հոկտեմբերին Բոլթոնի այցից հետո, որ հնարավոր է Պարսկաստանի հետ Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակվի եւ դրա համար մեր հարցերը պետք է կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հիմա էլ Վրաստանը իշխանությունները հաջողացեցին նաեւ հարաբերությունները Վրաստանի հետ փչացնել, միգուցե դա էլ պատահական չի, որ ժողովրդին գան եւ ասեն, տեսնում եք, որ իշ ճար չունենք, չէ՞, վերջապես իրանց այս բոլոր զիջումները իրանք արդարացնում են, ճար չունենք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, զրո գումարով խաղն է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթաքույց խոսեց Արարատ Միրզոյանը հանձնաժողովում քննարկման ժամանակ, ասես դե բանակցություններ են, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փոխզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիային կամ Ադրբեջանին բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակներևաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին անձնատվության գնալն է։